Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել եք, թե ինչու է աշխարհն այսքան կոտրված, ինչու են մարդիկ, որոնք սիրում են միմյանց, երբեմն վիրավորում իրար, ինչու է պատերազմները կրկնվում, ինչու են հիվանդությունները, ցավը, մահը շարունակում են ուղեկցել մարդկությանը, ինչու նույնիսկ երբ որոշում ենք լավը լինել, հաճախ կրկին ընկնում ենք նույն սխալների մեջ։ Շատերը կարծում են, որ խնդիրը միայն արտաքինն է՝ քաղաքականություն, կրթություն, տնտեսություն, բայց Աստվածաշունչը գնում է ավելի խորը։ Այն ասում է, խնդիրը սկսվել է մարդու սրտում, եւ այսօր Հռոմեացիներին ուղղված նամակի 5-րդ գլխի 12-21 համարներում Պողոս առաքյալը մեզ ցույց է տալիս մարդկության պատմության երկու ամենակարևոր մարդկանց մոտ՝ Ադամի մոտ եւ Հիսուս Քրիստոսի մոտ։ Մեկը աշխարհ բերեց մեղքն ու մահը, մյուսը շնորհն ու կյանքը։ Եվ այս երկու մարդկանց միջև է որոշվում նաեւ մեր ճակատագիրը։ Ինչպես մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ եկավ, մեղքի միջոցով էլ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին, քանի որ մինչև օրենքը մեղքը կար աշխարհում, բայց մեղքը նկատի չի առնվում, քանի դեռ օրենք չկա։ Սակայն Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ նրանց վրա, ովքեր չմեղանչեցին Ադամի հանցանքի նմանությամբ։ Ադամի, որ նախօրինակն է նրա, որ գալու էր, բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչափ առավել Աստծո շնորհն ու պարգևը մեկ մարդու Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։ Քրիստոսի առատ պարգևները չեն համեմատվում այն չարիքի հետ, որ արեց մի մարդու մեղքը, որովհետև մի անկումը դատապարտություն բերեց, մինչդեռ բազմաթիվ մեղքերի նկատմամբ շնորհաբաշխ արարքը առաջնորդեց արդարության։ Որովհետև եթե մեկի հանցանքով մահը թագավորեց, այդ մեկի միջոցով որչափ առավել նրանք, որ շնորհի ու արդարության պարգևի առատությունն են ստանում, կթագավորեն կյանքի մեջ մեկի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն, ինչպես մեկ հոգու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության ենթարկվեցին, նույնպես եւ մեկ հոգու արդարությամբ բոլոր մարդիկ կյանքի արդարությանը կհասնեն, որովհետև ինչպես մեկ մարդու հնազանդությամբ շատերը մեղավոր եղան, նույնպես եւ մեկ հոգու հնազանդությամբ շատերն արդար պիտի լինեն։ Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի Երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ, որպեսզի ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես եւ շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Սիրելի հետևորդներ, Պողոս առաքյալն ասում է, մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ եւ մեղքի միջոցով մահը։ Սա վերաբերում է Ադամին։ Մեղքը պարզապես կանոն խախտելը չէ, այն Աստծուց անկախ ապրելու փորձն է։ Ադամը ցանկացավ ինքնուրույն որոշել, թե ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ, եւ այդ պահից աշխարհը փոխվեց։ Այսօր էլ նույն մտածելակերպն է ապրում։ Մարդն ասում է, ես ինքս կսահմանեմ իմ ճշմարտությունը, ինձ Աստված պետք չէ, ես ինքս գիտեմ ինչպես ապրել, բայց արդյունքները տեսնում ենք ամեն օր։ Կոտրված հարաբերություններ, վախեր, մեղավորություն, դատարկություն։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, Ադամի անկումը միայն նրա անձնական կորուստը չէր, այն բացեց մեղքի դուռը ամբողջ մարդկության համար։ Պողոս առաքյալն ասում է, մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, մարդկությունը կարողացել է թռչել տիեզերք, ստեղծել արհեստական բանականություն, բուժել բազմաթիվ հիվանդություններ, բայց դեռ չի հաղթել մահին, որովհետև մահը պարզապես կենսաբանական խնդիր չէ, այն հոգևոր խնդրի հետևանք է։ Մահը ցույց է տալիս, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին Աստված նախատեսել էր։
Եվ դրա համար մենք բոլորս ներսում զգում ենք, որ ինչ որ բան սխալ է։ Հանկարծ առաքյալը փոխում է ուղղությունը։ Նա սկսում է խոսել Քրիստոսի մասին։ Եթե Ադամը բերեց մեղքը, Քրիստոսը բերեց շնորհը։ Եթե Ադամը բերեց մահը, Քրիստոսը բերեց կյանքը։ Պողոս առաքյալը չի ասում, որ Հիսուսը պարզապես շտկեց Ադամի սխալը։ Նա ասում է, որ Քրիստոսի շնորհը շատ ավելի մեծ է։ Սուրբ Եփրեմ աստորին գրում է. այնտեղ, որտեղ Ադամը կորցրեց դրախտը, Քրիստոսը բացեց երկնքի դռները։ Քո անցյալը կարող է ծանր լինել, բայց Քրիստոսի շնորհը ավելի մեծ է, քան քո անկումը։ Սա այս ամբողջ հատվածի ամենահայտնի նախադասություններից մեկն է, որտեղ մեղքը շատացավ, այնտեղ շնորհը առավել ևս շատացավ։ Սա մեղքի արդարացում չէ, սա շնորհի մեծության հայտարարությունն է։ Շատ մարդիկ ապրում են այս մտքով. Աստված ինձ չի ների, ես շատ հեռու եմ գնացել, ինձ համար արդեն ուշ է ամեն ինչ, բայց ավետարանը հակառակն է ասում։ Սուրբ Օգոստինոս Իրանելին ասում է. Աստծո ողորմությունը ավելի խորն է, քան մարդու ամենախորը անկումը։ Երբ Սատանան հիշեցնում է քո անցյալը, հիշեցրու նրան Քրիստոսի խաչը։ Այս հատվածում երկու թագավորություն կա. Ադամի թագավորությունը, մեղքը, վախը, դատապարտությունը, մահը եւ Քրիստոսի թագավորությունը։ Շնորհ, արդարացում, հաշտություն, կյանք։ Դու որ թագավորության ազատության տակ ես ապրում այսօր։ Շատ մարդիկ արդեն փրկված են, բայց դեռ ապրում են այնպես, կարծես շարունակում են դատապարտված լինել։ Մի ապրիր որպես պարտված մարդ, եթե Քրիստոս քեզ հաղթանակ է տվել։ Պողոս առաքյալը վերջում համեմատում է երկու մարդկանց։ Ադամը չհնազանդվեց, Քրիստոսը հնազանդվեց մինչև խաչ։ Մեր փրկությունը կառուցված չէ մեր կատարյալ լինելու վրա։ Այն կառուցված է Քրիստոսի կատարյալ հնազանդության վրա։ Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին գրում է. Քրիստոս դարձավ այն, ինչ մենք ենք, որպեսզի մեզ տա այն, ինչ ինքն ունի։ Այս հատվածը տալիս է կյանքում կիրառելի 5 կարևոր քայլ։ Առաջին՝ մի թերագնահատիր մեղքի լրջությունը։ Երկրորդ՝ մի գերագնահատիր մեղքի ուժը Քրիստոսի շնորհի համեմատ։ Երրորդ՝ հիշիր, որ Աստծո շնորհն ավելի մեծ է, քան քո անցյալը։ Չորրորդ՝ ապրիր որպես փրկված, ոչ թե դատապարտված մարդ։ Հինգերորդ՝ ամեն օր ընտրիր Քրիստոսի հնազանդության ճանապարհը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Հռոմեացիների նամակի 5-րդ գլուխը մեզ հիշեցնում է, որ մարդկության պատմությունը սկսվեց մի պարտությամբ։ Ադամը ձախողվեց, մարդը ընկավ, մեղքը մտավ աշխարհ, մահը դարձավ իրականություն։ Բայց պատմությունն այդտեղ չավարտվեց։ Աստված ուղարկեց նոր Ադամին, Հիսուս Քրիստոսին։ Եվ այնտեղ, որտեղ առաջին մարդը մեկնեց իր ձեռքը դեպի արգելված ծառը, Քրիստոս իր ձեռքերը պարզեց խաչի վրա։ Այնտեղ, որտեղ առաջին մարդը բերեց դատապարտություն, Քրիստոս բերեց արդարացում։ Այնտեղ, որտեղ առաջին մարդը բերեց մահ, Քրիստոս բերեց հավիտենական կյանք։ Ուրեմն, եթե այսօր քեզ թվում է, թե մեղքդ մեծ է, հիշիր Քրիստոսի շնորհն ավելի մեծ է։ Եթե քեզ թվում է, թե անցյալդ ծանր է, հիշիր Քրիստոսի խաչն ավելի հզոր է։ Եթե աշխարհը լցված է մահվան ստվերով, հիշիր հարություն առած Քրիստոսը արդեն հաղթել է մահին։ Ուրեմն ապրիր հույսով, ապրիր վստահությամբ եւ ապրիր այն ուրախությամբ, որ որտեղ մեղքը շատացավ, այնտեղ շնորհն առավել ևս շատացավ։ Սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել այս տեսանյութը քո ընկերներին, բարեկամներին, նրանց ևս հաղորդակից դարձնել
օրվա սուրբ գրային հատվածի բացատրությունը։